Եվ այսպես ուշադրություն, շատ կարևոր տեղեկատվություն 2-ամյա երեխայի անհետացման գործով վերջերս ոստիկանությունը խուզարկել է գյուղի բոլոր տները։ 70-ից ավելի մարդ արձակնվել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում, կասկածելի դեպքեր, կասկածելի ինչ-որ իրադարձություններ չեն բացահայտվել։ Սա նրա համար ենք ասում, որովհետև մեղադրում են, ասում են գետը չի ընկել, երեխային փնտրեք, նրան առևանգել են, էլ ոնց աշխատեն։ Ում պետքա հարցաքննել, հարցաքննում են։ Ում պետք չի հարցաքննել, նրան էլ են հարցաքննում, որպեսզի կարողանան ինչ-որ միտեղից կարճել, բայց անհետացել է երեխան։ Որևէ հետք չկա, նաև իհարկե մեր խորհուրդը, որ մենք առաջին անգամ մենք ասեցինք, որ դիմեք միջազգային գործընկերներին, որպեսզի ձեզ տրամադրեն արբանյակային լուսանկարներ երկնքից տիեզերքից նկարած այդ օրվա լուսանկարները միգուցե ինչ-որ մի ձև կարողանանք երեխայի հետքը գտնել, պետությունը դիմել է, ստացել է արդեն մի քանի լուսանկար, բայց այդ լուսանկարները այդ օրվա չեն, դրանից առաջվա են, ինչը որ մեզ պետք չի ըստ էության, բայց դեռևս հույս կա, որ գլխավոր կազմակերպությունները, որոնք ունեն ավելի որակյալ լուսանկարող արբանյակներ, նրանք կտրամադրեն եւ տեսնենք, թե ինչ կլինի, երեխայի հետքը կկարողանանք այդպես գոնե գտնել։ Ամենառեալ, ամենաիրական տարբերակը հենց դա է, տիեզերական լուսանկարներ, որպեսզի կարողանանք հստակ տեսնել երեխան որտեղ էր, ուր գնաց, ինչ արեց, բայց գետում որոնողական աշխատանքները շարունակվում են, մարդկանց հարցաքննությունները շարունակվում են, ոստիկանության ամբողջ ուշադրությունը այս գործի վրա է, որևէ ձև այս գործը չի թուլացել, առավել ուժեղացվել է վերահսկողությունը, բայց ինչ արած երեխան չի գտնվում ոչ գետում, ոչ այդ գետից դուրս, ինչը որ մեծ ցավ է պատճառում ընտանիքի անդամներին, նրանց վիշտը ավելի է խորանում։ Եթե գոնե երեխան գտնվեր, այդքան որ ասում են գետում է, գոնե գետից որ գտնվեր, այդ մարդիկ իմանային, այդպես է ավարտվել երեխայի ճակատագիրը եւ ինչ-որ սփոփանք կգտնեին, բայց ոչ գետում է, ոչ գետից դուրս, այլ մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն երեխան ողջ է, թե ողջ չի, ամբողջ ազգաբնակչությունն է այս դեպքով ապրում, արդեն 2 շաբաթ է մոտենում, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս բոլորը անհանգստացած են երեխայի ճակատագրով, սա սովորական դեպք չէր, իհարկե հազարավոր մարդիկ են օրեկան մահանում, բայց սա ուրիշ դեպք էր, սա այնպիսի դեպք էր, որ մինչև այսօր չգիտես, թե երեխան ուր է, սա այնպիսի դեպք էր, որ երեխան ապրում էր գետի կողքին, բայց նաև կան վարկածներ, որ նա գետը չի ընկել եւ գետում էլ նրան չեն գտնում, առեղծվածային իրադարձություն էր, որը խառնեց թե ոստիկանական համակարգը, թե խառնեց փրկարարական համակարգը, մարդիկ իրենց ողջ ներուժը դրել են այս գործի վրա, բայց ցավոք սրտի չունեն պատասխան ոչ հանրությանը, ոչ էլ իրանց երեխայի հարազատներին, ընտանիքի անդամներին։ Ոչ մի պատասխան չկա, լուռ իրենց աշխատանքը տանում են։ Այսօր էլ աշխատանքները ընթանում են նույն ձևով, ջրասուզակները սուզվում են, բայց որևէ արդյունք իհարկե չկա։ Եթե լիներ արդյունք, դա կլիներ այն, որ երեխան գտնված կլիներ։ Քանի դեռ երեխան չի գտնվել, ոչ մի գործողություն, ինչքան էլ դրա վրա ջանք թափվի, չի կարող արդյունավետ կոչվել։ Եվ այսպես ուշադրություն, ռուսական շոուներից հայտնի ռուս էքստրասենսը հայտարարել էր, որ երեխան, փոքրիկ Տիգրանի մասն է խոսքը, նա գտնվում է ինչ-որ փակ տարածքում, որը գտնվում է գետից 1 կիլոմետր հեռավորության վրա, նրան խնամում է մի կին եւ նա ըստ էության առևանգվածի կարգավիճակ ունի եւ էքստրասենսը նշել էր, որ այդ անձինք, որոնք ըստ նրա, ինչպես ինքը տեսել է, վախենում են երեխային վերադարձնեն, քանի որ մեծ աղմուկ է բարձրացվել եւ նրանք ուղղակի սարսափելի ծանր վիճակում են եւ երեխային պահում են գետից 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ինչ-որ մի տնակում, ինչ-որ մի թաքստոցում, չես հասկանում, թե ով ինչ է խոսում, նաեւ քանի որ գետում երեխան չի գտնվել եւ ոչ միայն երեխան, այլ մի հատ կոշիկ, մի հատ հագուստ, որևէ իր, որը երեխային է պատկանում, չի գտնվել գետից,
Բնականաբար նման խոսակցությունները միշտ շարունակվելու են, չնայած նրան, որ ասվում է 1000 անգամ, որ չի կարելի խաղալ ծնողների, հարազատների նյարդերի հետ եւ նման հիմարություններ խոսել, բայց էքստրասենսներ են, չես կարող արգելել որևէ մեկին իր կարծիքը ասել, նրանք իրենք են ընտրում ինչ ասեն, եթե շոուի համար են ասում, ուրեմն իրանք սրիկաներ են, եթե իրականում նման զգացողություն կամ տեսիլքներ ունեցել են ու ասում են, դա նորմալ երևույթ է եւ պետքա դրան նորմալ վերաբերվել, քանի որ չկա հստակ վարկած, հստակ ապացույց, թե երեխան որտեղ կարող է գտնվել, ինչքան որ իրանք ասում են, որ երեխան ընկել է գետը, այդքան էլ կարող ենք ասել, որ երեխան չի ընկել գետը։ Եվ այս մասին հենց ծնողները, պապիկը խոսել են, որ դե որ երեխան ընկել է գետը, այսքան ժամանակ հարյուրավոր փրկարարներ, հարյուրավոր ոստիկաններ, հարյուրավոր կամավորականներ իրականացնում են որոնողական աշխատանքներ։ Մի շոր, մի կոշիկ գտել եք երեխայից բացի։ Էլ չենք ասում երեխայի մասին, գոնե ցույց տան, որ հեսա երեխայի կոշիկնա գտել են գետից, շուտով կգտնենք երեխային գետում։ Չէր կարող ուղղակի երեխան անհետանար։ Ջրասուզակները նայել են բոլոր հնարավոր կասկածելի վայրերում, արել են իրենց աշխատանքը փայլուն, չնայած նրան, որ երեք տարծվեց տեսանյութ, որ մի հատ երիտասարդ բողոքում էր, որ փրկարար ծառայությունը լավ չի աշխատում, գալիս են օրը մթնեցնում եւ գնում տուն։ Մենք չենք տեսել իրանք ոնց են աշխատում առանց կամերաների, այսինքն նկարել են, նկարածը տեսել ենք համացանցում, բայց առանց կամերաների իրանք ոնց են աշխատում, մենք ուղղակի վստահ ենք, որ լավ են աշխատելու, չեն կարա չաշխատել, սա այն դեպքը չի, որ դու չաշխատես, այն էլ որ դա քո պարտքն է հայրենիքին, ժողովրդին, եւ դու դրա համար աշխատավարձ ես ստանում, դու չես կարա չաշխատես։ Եթե դա ամեն ինչը դնենք մի կողմ, գոնե այս ընտանիքը, որ այսօր սենց սարսափելի ծանր վիճակում է, ամեն օր սպասում է փրկարարների խոսքերին, որ գետից կգտնեն կամ ուրիշ տեղից կգտնեն, գնան օր մթնեցնեն գետի շուրջ 2-3 քայլ տան ու գնան տուն, սա ուղղակի մենք չենք կարող հավատալ։ Իհարկե, եթե մարդիկ կան, ովքեր որ էլի սենց բաներ են պնդում, արդեն 1, 2, 3, 4, տենց եթե շարունակվի գյուղացիները եւս սենց բաներ ասեն, կսկսենք մենք էլ հավատալ, բայց գյուղացիները, նաև ծնողները, պապիկը հայտարարել են, որ փրկարարները լավ են աշխատում։ Հիմա ինչ վերաբերում է գետից 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այդ խրճիթին, որտեղ որ ըստ էքստրասենսի, որը հենց այնպես էքստրասենս չէր, ուղղակի ռուսական շոուներից շատ հայտնի դեմք, այսինքն օդից այս հայկական TikTok-ի էքստրասենսների չէր, որ գուշակություններ են անում, որ իրանց ինչ որ նվերներ ուղարկեն։